Պարոն Գալստյան, այսօր ինձ ուղղակի հիշեցրին հերթական խարդախության զոհերից մեկը, ես իհարկե սրանով իրավապահ մարմինների հետ կապված զբաղվում եմ, կեղծ թղթադրամներով առևտուր անելը։ Ես իհարկե սա առավելապես իրավապահ մարմինների գործառույթն է, բայց քանի որ կենտրոնական բանկն է դրամը տպում, ինձ հետաքրքիր է, թե դուք ընդհանրապես տեղեկություն ունեք, թե ինչ ծավալի կեղծ թղթադրամներ կան Հայաստանում, որտեղ են դրանք տպվում, ինչ միջոցներով են տպվում եւ ինչպիսի շրջանառություն կա։ Եվ ընդհանրապես ԿԲ-ն ինչ որ գործառույթ ունի այս ամեն ինչը կանխելու, բացի իրավապահների։ Հա, ինքը քրեորեն պատժելի արարք է, այսինքն ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, ինքը բացառապես մեր իրավապահ մարմինների տիրույթում է, բայց այդտեղ նյուանս կա, քանի որ հիմնական քեշը, որը կանխիկը, որը երկրում շրջանառվում է, ի վերջո որպես կանոն գալի հավաքվում է կենտրոնական բանկում, մենք հավաքում ենք, սորտավորում ենք, հները հանում ենք, հաճախ չասեմ, բայց լինում են դեպքեր, երբ որ մենք այդ բաների մեջից հենց կեղծ ենք հանում, ու մենք ենք արդեն դիմում իրավապահներին, որ հայտնաբերել ենք այսպիսի բան, էքսպերտիզայի մեջ ենք օգնում, այսինքն ինչ որ բաներով անում ենք, բայց գործառութային տեսանկյունից մենք այդտեղ շատ բան չունենք անելու, էլի։ Փող տպող մեքենա որտեղ կա։ Փող տպող մեքենա կա աշխարհի լավագույն մեքենա, այդ տիպի մեքենաներ արտադրող ընկերություններում։ Չէ, բայց իրանք ես չեմ կարծում, որ փող տպող մեքենաներով, այսինքն անում են 10 միլիոն եվրոյի ներդրում, որպեսզի բան տպեն, կեղծ փող տպեն։ Հիմնականում իրանք շատ պրիմիտիվ բաներ են անում, օրինակ վերցնում են 5000-անոցը կամ 10000-անոցը նախքին, որը թղթային տարբերակով էր, ոչ թե պլաստիկ, կտրում էին մեջտեղից, ամեն կողմը ավելացնում էին մյուս կողմը, տենց մուտք էին անում բանկամատ կամ ինչ-որ խանութ։ Այսինքն պրիմիտիվ մակարդակի բաներ է, այդտեղ ես չեմ կարծում, որ հարցը այն է, որ իրանք գնում են փող տպող սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններին, ասում են մեզ մի հատ այս սարքավորումից կտաս, ու իրանք տենց անհայտ գալիս են նստում են ինչ-որ մի հատ հա, մի կողմը ճիշտ, մի կողմ սարքում են, կտրում են, սարքում են։ Ինչ որ տես դեպքեր էլ ալի, հա։